Պարոն Խաչիկ, ինչ եք կարծում, Արցախի վերադարձը իրատեսական է, թե ոչ։ Այո, իրատեսական է, որովհետև Արցախը ոչ միայն իրավական փաստաթղթերով է հայկական, այլ գենետիկորեն։ Արցախը չի կարող այլ ազգը տիրանալ։ Անգամ խորհրդային միության դժնդակ տարիներին չկարողացան այնտեղից հայերին դուրս բերել։ Խորհրդային թրքաբոլշևիկյան այդ կարմիր բանակը չկարողացավ, ինչպես Նախիջևանում արեցին, Արցախում չկարողացան, որովհետև այնտեղ մեր ոգին է դրված, այնտեղից հայերին կտրել դժվար է, անհնար է։ Բայց որpեսզի մենք կարողանանք իսկապես Արցախին վերադիրանալ, մեր Արցախ աշխարհի Հայաստանի Արցախ նահանգի խորհրդանիշը պետք է լինի մենք ենք մեր սարերի այս արձանախումբը, այս արձանը, ոչ թե այն բծավոր դրոշը, որը խորհրդանշում է Արցախի անջատումը մայր հայրենիքից։ Այսա պետք է լինի մեր խորհրդանիշը։ Եվ հայ մարդը աշխարհի տարբեր անկյուններում ուր գնացել է իր Մասիսը, իր Արցախը, իր Ծիծեռնակաբերդը, իր Զվարթնոցը, այո, Սարդարապատ հյուշամ կառուցում ենք մենք ամենտեղ, ասես ցույց ենք տալի, որ աշխարհի տերը իսկապես ծնողը մենք ենք եղել եւ ամեն ինչ մեզ է պատկանում, բայց որպես ծնողի իրավունքով, ոչ թե չար մտքով։ Իսկ Արցախ գնալու ենք, որովհետեւ Արցախը դա մեր հոգու կենտրոնն է, դա մեր շտեմարանն է, մեր ամեն ինչի սկիզբն է եւ գենետիկներն էլ են ողջել, որ Արցախում բնակվող հայերը ամենաշատ գենետիկ կոդը ունեն իրենց մեջ հայի պարունակող։ Շատերն են այլ մտքեր են արտաբերում Արցախահայության հետ կապված, իրենք հայի ամենալավ, ամենահզոր տեսակն են։ Շնորհակալություն։